Բարի գալուստ իմ ալիք, բարի գալուստ իմ կարնիվոր օրագիր։ Սիրելիներս, արդեն 6 ամիս է, 3-6 ամիս է լրացավ, որ ես կարնիվոր դիետայի վրա եմ։ Եվ այդպես նախորդ վիդեոյում ես ասեցի, ամսի 1-ին եմ կշռվել ու ընդհանուր այդպես 6 ամսվա այնտեղ կարող են պլյուս մինուս օրեր լինեն, բայց կոնկրետ 6 ամսվա նիհարելու արդյունքը եղել է մինուս 15 կիլոգրամ։ Հիմա բացի նիհարելուց ինչ է տվել կարնիվոր դիետան, ես միշտ շեշտում եմ, ովքեր հետևում են, ասում են, որ դա ոչ միայն ուղղակի նիհարելու համար է, այլ ընդհանուր առմամբ առողջության համար է այս դիետան նույնպես։ Այնպես որ մենք ինչ ուտում ենք կամ ինչպես սնվում ենք, ինչ որ չափով կարելի ասել նաև մեծ չափով անդրադառնում է մեր հենց օրգանիզմի առողջության վրա։ Կարնիվոր դիետան ոչ միայն քաշի հարց է լուծում, ինքը քրոնիկ հիվանդությունների մի շարք քրոնիկ հիվանդություններ է թեթևացնում, եթե դիետան երկար ժամանակ պահում ես, միգուցե նաև իսպառ անհետանում է։ Քրոնիկ հիվանդությունները նաև շաքարային դիաբետի համար է շատ լավ, շատ մարդիկ բոլորովին դեղորյակ չեն օգտագործում, բոլորովին ոչ մի բան չեն օգտագործում, ուղղակի այդ սննդակարգով սնվում են մինչև վերջ։ Ու ընդհանրապես ինչպիսի սննդակարգ է լինի, եթե դու այդ սննդակարգը բաց ես թողնում, անցնում ես հին սննդակարգիդ, վաղ թե ուշ և կիլոգրամներն են ավելանում, վաղ թե ուշ և տարբեր քրոնիկական հիվանդություններ են գլուխ բարձրացնում։ Ինչևէ, ես բացի քաշի խնդրի հետ, բնականաբար, երբ որ քաշը ավելնորդ է, իմ դեպքում մի քանի անգամ ավելնորդ, բնականաբար ունենում ես և մեջքի ցավեր, մեջքի հատվածում և ողնաշարի հատվածում, և ծնկերի և կրունկների, ընդհանրապես հոդերդ ցավում է, բնական է, որ ավելնորդ քաշը նպաստում է դրան առավել ևս, չնայած որ այդպիսի հիվանդություններ կարող են լինել նաև նիհար մարդկանց մոտ, ինչևէ նրանց էլ մեկ այլ խնդիր է։ Ես կարնիվոր դիետան, կետո դիետայից հետո փորձել եմ Ռուսաստանում, էլի եմ ասել, ու փորձել եմ չոքիս հատվածում մեծ այտուցված ուռվածության ու ահավոր ցավի ու անշարժության համար։ Չնայած դրա հետ մեկտեղ և նաև դեղորյակ մազեր եմ քսել, բայց ես հաստատ գիտեմ, որ դեղորյակ մազերը դրանից է առաջ էլ օգտագործել, հավերի տեսքով, մազերի տեսքով ոչ մի բան էլ այդպես օգուտ չի տվել։ Երբ որ անցա արդեն սննդակարգը փոխելուն, ես կամաց զգացի, որ այո, դա օգնում է։ Հետո շատ բաների վրա ուշադրություն դարձրեցի, բնականաբար ասել են, որ եկա Հայաստան նորից խախտեցի, ու արդեն 6 ամիս է ես ոչ մի խախտում չեմ անում, կարելի ասել ոչ մի խախտում, բացի մսից ոչ մի խախտում։ Բացի դրանից ինչը փոխվեց։ Երբ եկա Հայաստան, բնականաբար կարոտած ամեն ինչին, մեր հայկական, սկսեցի ինձ շռայլություն թույլ տալ։ Ու վերադարձավ նույն հոդացավը, նույն մեջքացավը, վերադարձավ բարձր ճնշումը,
Եսի բնույթով այդպես չի եղել իմ մոտ, որ ժամանակին նույնիսկ երիտասարդ տարիներին, եթե ունենում էի ավելնորդ քաշ, բայց ես ճնշման խնդիր չեմ ունեցել։ Տարիների ընթացքում բարձր ճնշումն էլ, ինչպես ասում են, կուտակվեց, ապահովվեց։ Հիմա ճնշումի հարցը ընդհանրապես բոլորովին իջել կարգավորվել է, ընդհանրապես ոչ մի ցավազրկող չեմ խմում այդ 6 ամսվա ընթացքում, ոչ մի ինչ-որ սրտի վալերիանաներ, ինչ-որ պահի տակ լինում էր, ոչ մի բան։ Հետո նյարդային համակարգի մասին կար մի քիչ նյարդային համակարգի մասին, մարդիկ ունենում են այդպես ասած նևրոզներ, ունենում են տախիկարդիաներ, ունենում են տարբեր տեսակի, հավատացեք, տախիկարդիանն էլ արդեն քչացել է, մի ժամանակ շատ էր, հետո օգտագործեցի մի պահ մագնիզիում, հիմա այդպես չեմ էլ օգտագործում, ինչպես ասում են, բայց ես զգում եմ ընդհանրապես դա էլ է հետ քաշվել կամաց-կամաց։ Նու լինում են օրեր, բայց դա այդքան շատ չի, ինչքան շատ առաջներում։ Հետո շնչահեղձ լինելը, որ քայլելու համար շատ դժվար էր, դա էլ է շատ քչացել։ Ես հասկանում եմ, որ դա իդեալական քաշը չի, կամ էլ գոնե իդեալականի մոտ քաշը չի, որ դա ընդհանրապես չունենա։ Դա էլ է քչացել մինիմումի։ Քայլելուն, հիմա ինչքան էլ երկար քայլեմ, այդպես չեմ նեղվի։ Ու բավական հաջող նույնիսկ տեմպի արագությունն էլ է փոխվել քայլելու։ Դա այդպես ասեցի, որ նաև ճնշումն է իջել։ Ճնշումս այնքան է իջել, որ արդեն երբ որ արդեն 120 եմ մոտենում, ես զգում եմ, որ արդեն ինձ համար դա բարձր է։ Դա էլ է կարգավորվել։ Ժամանակին, երբ որ դիետան սկզբից պահում էի, կար թուլություն, դե բնականաբար օրգանիզմդ գլիկոզայով, ուգլիվոդներով աշխատելուց հետո վերափոխվում է, ադապտացվում է, կետոգեն համակարգով է արդեն կետոներով է աշխատում։ Բնականաբար նաև լինում էին այդ թույլ լինելու եւ այլը եւ այլը։ Փառք Աստծո, հիմա դա էլ չկա, էլի նորից օրգանիզմս ադապտացվել է ու ամեն ինչ նորմալ է։ Մի խոսքով ընդհանուր առմամբ ես ինձ 6 ամսվա մեջ պլյուսները այնքան շատ են, լիքը պլյուսներ կան, բայց եթե ասեմ այդ 6 ամսը այդպես հարթ է անցել, որ ոչ մի անգամ մինուս չի եղել, եղել է։ Մինուսը նորից ասում եմ, եղել է թուլությունը, այնտեղ մարսողականության խնդիրներ այդպես չեմ ունեցել, բայց էլի աղիքային մի քիչ պրոբլեմներ եղել է։ Դա էլի նորից, երբ որ անցնում ես, եթե մի քիչ ճարպոտ ուտելիք ես ուտում, մի այլ կարգի է այդ ամարսողականությունը, եթե մի քիչ ճարպը հանում ես, մի այլ կարգի, ասեմ, որ ճարպ հանելը բոլորովին սխալ է, քանի որ մենք էներգիան ստանում ենք ճարպից, ճարպը մեր հորմոններն են, մանավանդ կանանց համար, ճարպը սխալ է, բայց իմ դեպքում այնքան տարբեր ժողովրդյան կարնիվորցիներ կան, տարբեր մարդ, տարբեր օրգանիզմ է, բոլորովին տարբեր, ճիշտ է, բոլորս կարող ենք լինել գեր, մի քանի գեր մարդիկ, բոլորը կարող են ունենալ դիաբետ պրոբլեմներ, այնտեղ շաքարային, կարող է ինչ-որ մի մասը բոլորը ունենան մաշկային խնդիրներ, կապ չունի, ինչ խնդիրներ, բոլորին այդպես տնես իրար կողք, գալիս է, եթե հարցնես տվյալ մարդկանց նույն բանն են օգտագործում, մեկը դա ընդունում է, մյուսի օրգանիզմը դա չի ընդունում, երրորդինը բացարձակ
չի ընդունում կամ ճիշտ հակառակը նույն պահից ընդունում է եւ վերջ այդ սննդակարգը։ Ուղղակի օրգանիզմը պետք է ադապտացվի։ Ուղղակի պետք է այդտեղ նաեւ համբերություն։ Երբ որ այդքան պլյուսներ կան, ասեմ մինուսների տեսակետից իմ դեպքում, ես ընդհանրապես բանջարեղեն եւ մրգեր սիրող անձնավորություն եմ, դա է իմ կարնիվորի մինուսը, որ ես չեմ օգտվում մրգերից ու բանջարեղեններից։ Մրգերից կետոյի ժամանակ, կետո դիետայի ժամանակ օգտվել եմ, բայց դա այն մրգերը չեն, դա ուղղակի մի քանի հատապտուղ է։ Ընդհանրապես մրգեր չի կարելի, քաշի խնդիր ունեցող մարդկանց համար մրգերը չի կարելի։ Շատ-շատերի մոտ եմ լսում, ասում են, խնձորը չի չաղացնում, այս բանանը չի, տարբեր մրգեր չէ, դա չեն չաղացնում, նա չի չաղացնում։ Սիրելիներս, մրգերը չաղացնում են։ Ասեմ ավելին, մրգերի մեջ պարունակող ֆրուկտոզան շատ լավ կարող է նույնիսկ նիհար մարդկանց մոտ առաջացնի լյարդի ճարպակալում։ Իսկ դուք գիտեք, որ կան նույնիսկ շատ նիհար մարդիկ, որոնց լյարդը շատ ճարպակալված է։ Դա ընդհանրապես կապ չունի, դու նիհար ես, թե չաղես, եթե լյարդիդ խնդիր ունես, կան չէ, որ ասում են ոչ ալկոհոլային լյարդի ճարպակալում, այսինքն ալկոհոլիկների մոտ էլ կարող է լինել լյարդի ճարպակալում ու լյարդի ոչ առողջ տեսակ, մի խոսքով։ Այնպես որ չէ, սիրելիներս, մրգերը շատ լավ էլ չաղացնում են, որովհետև դա ֆրուկտոզա է, դա նույնպես ինքը գլիկոզայի մի տեսակ է։ Բանջարեղենների մասով կարնիվորի իմաստը դա է, որ ոչ մի բուսականություն չընդունես, որովհետև էլի նորից բանջարեղեններից շատ բանջարեղեններ իրենք կամ մարսողության են վնաս, եթե լսեք բուն կարնիվորցիներին, նրանք ընդհանրապես դեմ են բանջարեղեններին։ Բայց քանի որ ես նույնպես սնվել եմ կետո դիետայով, կետո դիետան շատ քիչ քանակությամբ 5% ածխաջրեր է թույլատրում, 5-ից 8% այդպես բանջարեղենների տեսքով, սալատների տեսքով թույլատրում է, իհարկե նորից եմ ասում քիչ քանակությամբ, բայց կարնիվորի դեպքում դա ընդհանրապես պետք չի։ Բանջարեղենների բացակայությունը նույնպես կարոտը կա, ցանկությունը կա, ինչպես նաև մրգերինը, բայց ես չեմ ուզում, որովհետև ես հասկացել եմ, որ այո, իմ բորբոքվածության այդ մկանների հետ կապված, ծնկերի հետ կապված, կրունկների հետ կապված, ընդհանրապես ես մարսողական խնդիրներ ունեմ բանջարեղենների որոշ տեսակների հետ, դա էլ չեմ ուզում, պետք չի։ Հետո կարնիվոր դիետան այնպիսի մի դիետա է, որ ընթացքում, երբ որ դու փորձում ես, իհարկե երկար ժամանակով, ես չեմ ասի, որ 6 ամիսը երկար ժամանակ է եւ այդպես էլ չի, որ 6 ամիսը կարճ ժամանակ է։ 6 ամսվա ընթացքում ես հասկացել եմ, որ եթե նույնիսկ մի բան ուզենամ փորձել, մեծ հիասթափություն է իմ մոտ առաջանում, հետո զզվանք, հետո հիշում եմ դրա հետևանքները ինչ են լինելու ու այդպես ընդհանրապես չեմ էլ ուզում։ Կարնիվորը ինչով է լավ, ուտում եմ 2 անգամ սնունդ, բոլորովին մոռանում եմ մինչև հաջորդ սնունդ ընդունելուց, մոռանում եմ ընդհանրապես ուտելու մասին, որովհետև քաղց չեմ զգում, որովհետև նաև քաղցրի պահանջ չեմ զգում, եթե մանավանդ մի քիչ ճարպը ավելացնում եմ։ Եթե մի քիչ ճարպը չեմ ավելացնում, այնտեղ կարող է մի քիչ էներգիան պակաս լինի։ Դրա համար ես այդպես չի, որ շատ ճիշտ եմ բալանսավորում ճարպի ու սպիտակուցի մեջ, ուղղակի փորձում եմ, որովհետև օր կա, ես կարող եմ 1 կտորով կամ 1 ձվով կուշտ լինեմ, ընդհանրապես չուզենամ ուտել, ուղղակի երկրորդ անգամ կամ
առաջին անգամը, երկրորդ ընդունելու սննդակարգը, ուտում եմ, որ հաջորդ անգամ ինչ-որ խախտումներ կամ ինչ-որ բաներ չլինի։ Ես նաև մի ժամանակ մտածում էի, որ կարելի է օմադ անել, օմադը դա միանգամյա սնունդն է կարնիվորի դեպքում, բայց հետո շատ կարնիվորցիներից, մանավանդ տղամարդկանցից, տղամարդիկ են դա անում, պարապողներն են դա անում, տղամարդիկ ասում են, որ ինչ-որ կանանց համար այդքան էլ ցանկալի չի օմադը, որովհետև մեր օրգանիզմների այդ հորմոնալ այդ բանով տղամարդկանցից գիտենք, որ մի քիչ տարբեր է։ Իմիջիայլոց տղամարդիկ ավելի շուտ են քաշը գցում, քան կանայք։ Յուրաքանչյուր տղամարդ, որ նիհարել է, այդպես որ նայում ես, ինքը շատ արագ է ավելի քաշ գցում, քան դա կանանց մոտ է ստացվում։ Այս իմ 6 ամսվա ամենամինուս բաները կարոտն է, մրգերի ու բանջարեղենների տեսքով, բայց դա էլ այդպես չի։ Օրինակի համար ասեմ, այսօր հենց առավոտյան մի քանի օր առաջ տանս սրկեֆիլ կար, ճիշտ ասած ես սիրում եմ այդպես ուտել, այսօր ինչքան ասեմ, մի փոքր կտոր, շատ փոքր կտոր բարակ ծամեցի, ինքը հաճելի էր, իհարկե կուլ տվեցի, դուք չեք պատկերացնի, այդ պուճուր երևի մի 10 գրամ էլ ընդհանրապես չլիներ։ Մի քանի րոպեից ես զգացի, որ ինքը երևի արդեն շաքարի մակարդակն է ուզում բարձրանալ, կամ արդեն բարձրացել էր, կամ չգիտեմ այնտեղ արդեն ինչ է կատարվում, բնականաբար դա առաջին դեպքն էր, այս 6 ամսվա ընթացքում ես զգացի, որ արդեն ինչ-որ թուլություն եմ զգում ու ինչ-որ քնելու ցանկություն առաջացավ մոտս։ Ճիշտ է, այդ համը հոտը դուրս եկավ մի պահ, ու ես հասկացա, որ չէ, այնուամենայնիվ ամեն ինչից պետք է զերծ մնալ, այդպիսի իմ համար գայթակղիչ բաներից, որովհետև էլի եմ կրկնում, երբ որ կարնիվորը օգտագործում եմ, հասկանում եմ, որ ես իրավունք չունեմ հետ նայելու։ Պլյուս շատերը կարող է, չնայած սկզբնական շրջանում գրում էին, ուղղակի ես չեմ ուզում, ինչպես ասում են, վատ բաները այդպես կանալուն տարածվի, այդ գրառումները, դրա համար մաքրում եմ։ Մեկը գրել էր, ինչու է քեզ նիհարի էլի, ինչու ես ամբողջ աշխարհին հայտարարում։ Ժողովուրդ ջան, ասեմ նման մարդկանց մտածելակերպի մասին, այդպես որ լիներ, YouTube-յան ալիքները չէին լինի, այդպես որ լիներ, ոչ մեկ YouTube-ը չէր լինի, Instagram-ը չէր լինի, TikTok-ը եւ այլն եւ այլն։ Ինտերնետային հարթակը չէր լինի, բոլորը իրենց համար, ինչպես որ ժամանակին սովետական միությունում էր, ու ընդհանրապես մեկը մեկից չակերտավոր մեր լեզվով ասած բեխաբար ապրում ենք, եթե այն ժամանակներում այդ ամեն ինչը լիներ, հիմա ես այսքան խնդիրներ հաստատ իմ գլխին հավաքած չէի լինի։ Ու ես կարծում եմ, որ իմ դիտողների մեջից էլ կան, էլի նորից եմ ասում, շնորհակալություն նրանց, դիտում են, նրանցից մեջ կան մարդիկ, որոնք կարնիվոր սննդակարգ օգտագործել են, նրանք կփաստեն, որ եթե մենք շուտ իմանայինք կարնիվորի մասին, կամ ընդհանրապես ինչքան հիմա ես ունեմ քիչից թե շատից տեղեկություն, ասեմ, թե գիտելիք սննդակարգի մասին, եթե ես ունենայի այդ ամենը երիտասարդական տարիներին, ես հավատացեք, այդպես չէր լինի, ու այդպես չէր ընդհանրապես ընթանա իմ կյանքի ուղին։ Այնպես որ այդ այն մարդկանց մասին, ովքեր ասում են, դե ինչու ես բարձրաձայնում, քեզ ու քեզ նիհարի կամ չգիտեմ ինչ։ Ես նախ դա իմ ալիքը շատ դիտումներ չկան, ես հասկանում եմ, ժամանցի առարկա այդպես բաներ չկան, ես հասկանում եմ, հետևորդներն են քիչ, դիտումներն են շատ քիչ, բայց չգիտեմ ինչու իմ մոտ համառություն կա, մեծ համառություն, որ ես պետք է առաջ շարժվեմ, թե ընդհանրապես նիհարելու պրոցեսով, առողջանալու պրոցեսով, թե նաև ալիքի մեծանալու, շատանալու
Այնպես որ կխնդրեմ, դա խնդրանք է, միգուցե ձեզ համար էլ եմ ասում ոչինչ չէ, բայց կխնդրեմ, ինչպես որ ես եմ բոլոր այդպիսի ալիքներ նայում, համեմատում, տեսնում ու շատ եմ համեմատել, որ մի սննդակարգն է լավ, ով ինչ է խոսում, ով ինչ է անում ու գտել եմ իմ, ինչպես ասում են, օպտիմալ սննդակարգը, իմ կարնիվորը, այնպես էլ ինձ դիտողներից կարող է ինչ-որ մեկը մի օրերից մի օր ցանկանա, որ ինքն էլ կարող է փոխել. Ես շատ եմ ասում իմ վիդեոների, տարբեր վիդեոների մեջ, որ դա միայն նիհարելը չէ։ Եթե ունեք առողջական շատ ու շատ խնդիրներ, կարող եք փորձել կարնիվոր դիետան։ Այնպես որ ուղղակի խնդրում եմ, ձեզ համար գուցե դա ոչինչ է, ուղղակի գրել մեկնաբանություններ, տարածել, սեղմել լայքի, թեկուզ դիզլայքի կոճակը, ինչ որ ասում են, ժողովրդյան բութը դրեք, թող տարածվի, թող ալիքը զարգանա, հավատացեք, դա ինձ պետք է, թե մոտիվացիայի համար, թե ինձ, եւ միգուցե նաեւ եթե ալիքը շատանում է, ուրիշների համար էլ կլինի մոտիվացիոն փորձել կյանքը փոխել, առողջությունը փոխել, այո, կան սահմանափակումներ, կարնիվորում շատ սահմանափակում կա, շատ, բայց հավատացեք, այդ սահմանափակումները առ ոչինչ են բռերով դեղորյակներ խմելու, բռերով այսօր հիվանդ եմ, էգուց ճնշում եմ, մյուս օրը չգիտեմ ինչ, հավատացեք, դրանք ոչինչ են։ Կան մարդիկ, որ ասում են, ես չեմ դիմանա դա չուտեմ, բայց դրա տեղը մի 100 հատ հաբ են օգտագործում, չհասկանալով, որ ռուսը լավ է ասում, одно лечит, другой калечит։ Հիմա մեկը կբուժվի, մյուսը այնքան այդ դեղորյակները ունեն պաբոչնի էֆեկտ, որ նույնիսկ այն առողջ օրգանիզմի մասերը կարող են այնքան հիվանդանալ, որ 10 ու այն հիվանդ օրգանիզմի մասից անցնի։ Ինչևէ նորից ես ամեն օր եմ շնորհակալությունս հայտնում իմ թե հետևորդներին, թե ընդհանրապես դիտողներին, շնորհակալ եմ բոլորիցդ, թե գրանցված, թե եւ չգրանցված մարդկանց, ու խնդրում եմ տարածել ու խնդրում եմ լայքել, գրել մեկնաբանություններ, դա պետք է ալիքը զարգանալու ու շատանալու համար։ Նախապես բոլորից շնորհակալություն եւ բարի դիտում։